Բարև ձեզ հարգելի տնօրեններ, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, Կզնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Այսօր հրավիրված են Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ, որոնց հետ կխոսենք ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի վերապատրաստումների վերաբերյալ։ Կխնդրեմ իմ գործընկերը նույնպես ներկայանա եւ արդեն սկսենք հարցազրույցը։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ, հարգելի տնօրեններ, շնորհակալություն ենք հայտնում մասնակցության համար։ Ես Արեգ Նիկողոսյանն եմ, Կզնակ հիմնադրամի հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման աջակցության բաժնի մասնագետը։ Այսօր գիտենք, որ հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենները վերապատրաստում են Կզնակ հիմնադրամի փորձագետների կողմից, ինչպես նշեց Տիկին Հարությունյանը, թեման ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի տնօրեններ, հիմա հարցին պատասխանելուց առաջ կխնդրեմ ներկայանաք, նշեք, որ դպրոցի տնօրեն եք եւ պատասխանեք հարցին։ Առաջին հարցս հետեւյալն է, որքանով է կարևորում տարեկան պլանը դպրոցի կառավարման եւ ղեկավարման աշխատանքները կազմակերպելիս։ Խնդրեմ, Տիկին Ավագյան, համեցեք։ Կարծում եմ պլանավորումը կարևոր նշանակություն ունի բոլոր բնագավառներում մեր աշխատանքի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորումը նաև պետք է ճկուն լինի, որովհետև ընթացս նորմատիվային եւ այլ փոփոխություններ են տեղի ունենում, որ մենք կարողանանք ընթացքում փոփոխություններ կատարենք եւ կատարողականը փորձենք ապահովել։ Այդպես եմ կարծում։ Կարևոր է իհարկե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Ռամազյան։ Ցանկացած աշխատանք, եթե կատարում նախ ներկայանամ, Կարինե Ռամազյան, Ալավերդու թիվ 1 դպրոցի տնօրեն։ Ցանկացած աշխատանք, եթե նախապես մտածում ես, պլանավորում ես, ավելի հաջողված ավարտ է ունենում, քան այն աշխատանքը, որ կատարում ես առանց պլանավորելու։ Այդ իսկ պատճառով մտածում եմ, որ շատ կարևոր է նախապես տարեկան պլանավորում ուսումնադաստիարակչական, որպեսզի իհարկե այնպես չի, որ բոլոր կետերը մեկ առ մեկ անում ես, բայց այն հիմնական կմախքային կետերով ամբողջ տարվա ընթացքում առաջնորդվում ես եւ ավելի ճիշտ է այդպես աշխատել։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Շեկոյան։ Ուսումնադաստիարակչական տարեկան պլանից է հետևում նաև նպատակների ճիշտ սահմանումը, նպատակների կատարումը, նպատակներին հասանելիությունը եւ ճիշտ պլան ունենալու դեպքում բոլոր դրված նպատակները կլինեն հասանելի։ Շնորհակալություն, Տիկին Մեսրոպյան, համեցեք։ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոպյան։ Ճիշտն ասած, մինչև այժմ մենք, երբ որ կազմում ենք տարեկան ուսումնադաստիարակչական պլանը, իր մեջ շատ ծավալուն բաներ էր ներառում, կարելի ասել նույնիսկ բնութագրող բաներ էր ներառում, իսկ այս անգամ, երբ արդեն անցնում ենք դասընթացները, հասկացանք, որ ինչքան հակիրճ, ինչքան կազմակերպված, կարևոր կետերի վրա ուշադրություն դարձնելով, իսկ մյուս մասերը լրացուցիչ մենք կարևոր կետի տակ արդեն մի քանի ավել աշխատանք կարող ենք կատարել, բայց շատ կարևորում եմ այս աշխատանքը ինչու, հասկացանք, որ մեզ շատ ուղղորդում է եւ ավելի հեշտացնում եւ մինչեւ տարեվերջ մենք ունենալու ենք մեր ձեռքի տակ պատրաստի մի հրաշալի կազմակերպված աշխատանքային պլան, որով իրոք հեշտ ենք աշխատելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Չիչլյան, համեցեք։ Ուրեմն աղթալայքի 1 դպրոցի տնօրեն Լեռնիկ Չիչլյան, ինչ վերաբերում է ՈՒԴԱՊ-ներին, ի սկզբանե ինքը կարևորվում է մեր գործողությունները համակարգված իրականացնելու համար, բայց սա չի նշանակում, որ մինչև հիմա մենք ուսումնադաստիարակչական պլաններ չենք ունեցել եւ չենք իրականացրել։ Այստեղ մենք ընդհանրապես սրբագրում ենք
ավելի կոնկրետացնում, ըստ էության կարևորվում է, առանց պլանավորման աշխատանքը ճիշտ չեմ համարում։ Եղավ, շնորհակալ ենք, պարոն Ճիճիլյան։ Այ հաջորդ հարցը այսպիսին է, հարգելի տնօրեններ, ինչպես կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Խնդրեմ, Տիկին Ռամազյան, լսենք ձեզ։ Օգնի արդյոք չի օգնի։ Խնդրեմ։ Նախ երբ որ մեկ հարթակում հայտնվում են մի խումբ տնօրեններ, միասին քննարկում են ինչ որ մի փաստաթուղթ, դա շատ գովելի է, որովհետև այն ինչ որ կարող է ես իմ մտքով չանցնել, մեկ ուրիշը դա առաջ է քաշում։ Լսում ես բոլորի կարծիքը, բոլորի ուսումնադաստիարակչական այդ պլանների կետերով ամեն դեպքում ես դասընթացի ժամանակ անցնում ես ու լինում են այնպիսի կետեր, որ դու դա նախապես մտածած չես լինում։ Այս առումով շատ լավ է, հիմա կգրենք այս տարի նոր ձևով կաշխատենք, մյուս տարի արդեն կտեսնենք ինչ վրիպումներ ունեինք, նույնի փաստաթղթի վրա արդեն շտկումներ կանենք եւ ինձ թվում է ավելի կատարելագործված կաշխատենք, բայց նույն հարթակում բոլոր տնօրեններով նույն աշխատանքը կատարելը շատ դրական հետևանք է թողնում։ Շնորհակալ ենք շատ, այսինքն կօգնի ձեզ զարգացման ծրագրի նպատակներին։ Անպայման։ Այսինքն բխում է դրանից, չէ՞։ Շնորհակալ ենք։ Տիկին Ավագյան, լսենք ձեզ։ Հացրեք ձեր բարձրախոսը։ Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ներկայացնում եմ Ալավերդու թիվ 8 ավագ դպրոցը, ավագ դպրոցների տեսանկյունից կարող եմ դիտարկել, նաև այն հանգամանքը, որ կոնկրետ մեր պարագայում փոքրականակ դպրոց է, նաև փոքր համայնքի դպրոց է, շատ կարևոր է, որ ես սկզբում նշեցի, որ ճկուն լինի, որովհետև ամեն դպրոց, յուրաքանչյուր դպրոց ունի իր աշխատանքի կազմակերպման սպეციფიկ մոտեցումը, որովհետև պետք է դա հարմարեցված լինի համայնքի երեխաների կրթական կարիքներին։ Իմ աշխատանքը պայմանավորվում է հիմնականում նրանով, թե որքան դիմողներ մենք կունենանք եւ 10-րդ դասարանի նոր չափորոշչային դասարանների բազայի ձևավորումը ինչպես կընթանա։ Այդ առումով իհարկե շատ կարևոր է եւ խորհրդատվությունը եւ համագործակցությունը, բայց այն մոդելը, որ ստանդարտ թվում է թե կառաջարկվի եւ կիրառելի կլինի բոլորի համար, կարծում եմ ամեն կրթական հաստատություն, հատկապես որ մենք ավագ դպրոց ենք, այո, մենք պետք է տեղայնացնենք եւ հարմարեցնենք կոնկրետ մեր կարիքներին, այո։ Ես դա նկատի ունեի եւ սկզբից ասացի, որ տեղ պետք է լինի, որ ճկուն լինի, որովհետեւ մենք կարող ենք պլանավորել մի բան, բայց ընթացքում կոնկրետ, եթե խոսքը գնում է հասցեական հրավիրել եք որպես առանձին դպրոցի, այսպես ընթացիկ ղեկավարումը իրականացնող անձ, մեր դպրոցը ընդգրկված է կառուցվող դպրոցների ցանկում, ես կարող էի 5 տարի առաջ պլանավորած լինել մեկ այլ բան, բայց հիմա ընթացից փոփոխություններ լինեն եւ բնականաբար ապրելի պետք է լինի եւ դա անում ենք, որ մենք կարողանանք ընթացքում փոփոխություններ կատարել եւ շատ կարեւոր է, որ նորմատիվային փոփոխություններ են անընդհատ ընթանում, այսպես կարծրացած վիճակում հիմնական դրույթներ կան, բայց անընդհատ մենք փոփոխությունների շրջանում ենք ճկուն գտնվել եւ դա արտացոլել եւ կատարել, կարողանալ ապահովել։ Մյուս մեր դպրոցները, հիմնական դպրոցները, գուցե ավելի այդ առումով ճիշտ է փոփոխություններ են, չափորոշիչներ են, նոր չափորոշչային դասարաններ են, բայց երևի ավելի այսպես մոդել կմախք այդպես ավելի կայուն կունենան, կոնկրետ մեր պարագայում մի փոքր ավելի այսպես փոփոխությունների շրջանը շատ է։ Այդքանը շնորհակալություն։ Եղավ, շնորհակալ ենք շատ, Տիկին Ավագյան։ Պարոն Ճիճիլյան, լսենք ձեզ, կօգնի այս ձևաչափով մշակված տարեկան պլանը հասնել ձեր դպրոցի զարգացման ծրագրի նպատակներին։ Ուրեմն, ինչ վերաբերվում է ձևաչափին, ձևաչափը ինքը դինամիկ բնույթ է կրում եւ ես նաեւ համոզված եմ, որ պլանավորել երկարաժամկետ ժամանակահատվածում
այսօրվա իրականությունում այդքան էլ ճիշտ չի, որովհետև մենք ամեն օր ականատես ենք լինում կարգերի փոփոխության, կրթության ուրեմն համակարգում եւ բնականաբար այդ փոփոխությունները բերում են պլանավորման փոփոխության։ Այո, պետք է արտացոլվեն։ Ելնելով սրանից մեր ուրեմն ուտապները պետք է լինեն ավելի դինամիկ, ավելի այսպես կարճաժամկետ իրականությունում, որովհետև այստեղ նույնիսկ մենք հավաքվածներս չգիտենք, թե օրինակ 24-25 ուսումնական տարվա դեկտեմբեր ամսին ինչ կարող է փոխվել։ Հետևաբար ֆիքսել այսպես դոգմատիկ ձևով, որ դեկտեմբերին այս գործողությունը պետք է կատարենք, հնարավոր է, որ մեր այսօրվա ֆիքսացը դեկտեմբերին այլևս առօրյական չլինի, առավել ևս բերեմ օրինակ, խոսքը վերաբերվում է վերաքննությունների հետ կապված հարցին, վերաքննությունները այլևս իրականություն չեն լինելու։ 25-26 ուս տարում վերաքննության հնարավորություն տրվում է միայն 12-րդ դասարանում մեր պարագայում։ Մնացած դասարաններում որպես այդպիսին վերաքննությունը վերանում է, որովհետև չկա բացասական թվանշան։ Եվ մենք այս ամենը պետք է դիտարկենք հենց դինամիկայի մեջ եւ չգիտենք էլ ինչ փոփոխություններ կարող են մեզ մատուցվել։ Այսքանը։ Եղավ, շնորհակալ ենք, պարոն Ճիչիլյան, ճիշտ է, յուրաքանչյուր փաստաթուղթ ստեղծված է փոփոխություններ իրականացնելու համար, եթե փոփոխություններ չունենանք, բարեփոխումների չենք գնա։ Լսենք ձեզ, Տիկին Մեսրոբյան։ Ճիշտն ասած, ինչպես մանկավարժորեն ասեմ, համատեղ դասավանդման աջակցությունն է բերում հետաքրքիր նախաձեռնությունների, այնպես էլ համատեղ տնօրենների, ինչպես մեր գործընկերն ասեց, վերապատրաստումները տալիս են իրենց դրական արդյունքը եւ դու դա կարողանում ես քո դպրոցի համար կիրառել, ելնելով դպրոցի սպეციფიկ լինելուց եւ այլն։ Սա շատ կարևոր գործընթաց էր ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կիրառումը, ճիշտ պատրաստումը, իր ընթացքը, այս ձևակերպումները, որը նաև բխեցնում է մեր դպրոցի զարգացման ծրագրից, սա իհարկե շատ կարևոր էր եւ ես գտնում եմ, որ այո, համապատասխանի մեր դպրոցի զարգացման ծրագրին։ Այո, շնորհակալ եմ։ Որովհետև միջնակարգ դպրոց է, ունենք եւ տարրական, եւ հիմնական, եւ ավագ դասարաններ, սա իրոք կտանի մեր դպրոցի զարգացման ծրագրի առավելագույն կարգին հասնելու, չափին հասնելու համար։ Շնորհակալ ենք շատ։ Լսենք պարոն Շեկոյան նաև ձեզ։ Իմ կարծիքով ռազմավարական հնգամյա զարգացման ծրագրի ռազմավարական պլանավորման համատեքստում կրթության բովանդակությանը վերաբերող շատ հարցերի պատասխաններ հենց կտա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան ծրագիրը, իհարկե հետևող իրենից բխող օրենսդրական փոփոխությունները ներառելով։ Շնորհակալ ենք շատ։ Այ հաջորդ հարցը այսպիսին է, գործընկերներ, ինչ օգնության, ինչպիսի աջակցության կարիք ունեք այդ ձևաչափով մշակված ուսումնական տարեկան պլանով նախատեսված աշխատանքները կատարելու համար։ Ինչով կարող է մեր հիմնադրամը ձեզ այս ձևաչափով աշխատանքներ կատարելու համար ավելի օգտակար լինել, ավելի աջակցել։ Լսենք Տիկին Ռամազյան, լսենք ձեզ։ Ճիշտն ասած, այս պահին, ով որ մեր հետ աշխատում է, մեր վերապատրաստող մասնագետը, փորձագետը, միայն դրական կարող եմ խոսել իր մասին, որովհետև շատ համբերատար, շատ հանգամանալից բացատրում է։ Այս պահին չեմ պատկերացնում ինչ օգնություն կարող է լինել, շատ մանրամասն բարձ բացատրվում է։ Միգուցե կիրառման ժամանակ խնդիրներ ծագեն, բայց այս պահին ինչ-որ նոր բան չեմ կարող ասել։ Շնորհակալ ենք մեր փորձագետից շատ մանրամասն եւ համբերատար լինելու համար։
Այո, երբ կիրառման ժամանակ ինչ-որ խնդիրների առաջ ծագեք, փորձագետը իր աշխատանքը շարունակաբար կատարելու է, կապ կհաստատեք, սիրով Ես- ամենքեր ձեզ կաջակցեն։ Ես վստահ եմ, միշտ շատ արագ է արձագանքում կզնակը, միշտ էլ դիմել ենք, շատ արագ արձագանքել են։ Շնորհակալ ենք շատ։ Պարոն Ճիճիլյան, լսենք ձեզ։ Ինչ վերաբերվում է օգնությանը։ Գուցե իմ տեսակետը մի քիչ տարբերվի Ահա։ մյուսների տեսակետից, բայց յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հիմնարկ ձեռնարկություն, յուրաքանչյուր ուսումնական կազմակերպություն, երբ պլանավորում է իր աշխատանքը, առաջին հերթին իր հույսը դնում է իր ունեցած ռեսուրսների վրա։ Այսինքն, երբ մենք պլանավորում ենք կատարում, մենք չենք պլանավորում, որ հնարավոր է օգնություն լինի տարբեր կազմակերպություններից, առավել ևս, որ օրինակ գզնակը չի կարող օգտակար լինել մի ամենակարևոր հարցում, ինչ վերաբերվում է մասնագետների պակասին։ Իսկ այսօր դա ամենալուրջ խնդիրն է։ Եվ երևի թե դուք էլ ինձ հետ համաձայն եք, որ սա ամբողջ հանրապետությունով լուրջ խնդիր է, եւ դրանում դուք օժանդակել չեք կարողանում։ Բայց ինչ վերաբերվում է վերապատրաստումների ընթացքին, ես որևէ առարկություն չունեմ, այո, մեզ տրվում է այսպես համակարգված մոտեցման հիմունքները, եւ սրանից բխելով մենք պետք է մեր հույսը դնենք մեր ռեսուրսների վրա։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Մեսրոպյան, ձեզ լսենք։ Ճիշտն ասած, մենք մեր փորձագետի հետ երբ որ դասընթաց ենք անցնում, անգամ ասում է, երբ էլ զանգեք, ես ձեզ հետ հասանելի եմ լինելու։ Դեռ դրան չենք հասել, բայց հուսով ենք, որ անպայման այդպես էլ կլինի։ Ես կցանկանայի այսպիսի մի առաջարկություն անել։ Լսենք։ Կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ կապված այդ նրանց դաստիարակության, նրանց այդ համակարգը մի տեսակ բացթողում ունի, մի տեսակ։ Մենք ունենք 9 մտավոր ինտելեկտով սովորողներ եւ մեր այս դաստիարակչական պլանում չգիտենք ինչպես ներառեմ ես դա, որ շատ ճիշտ լինի, որովհետեւ ամեն ամսյա աշխատանք է պահանջում նրանց հետ, ամենօրյա եւ ԱՈՒՊ-ների կազման հետ, գուցե փոքր-ինչ բացթողումներ ունենք, ես կցանկանայի, որ ուսուցչի օգնականների հետ էլ ունենայինք վերապատրաստումներ, որպեսզի նա կարողանա ուսուցչին փոքր-ինչ օգնել, ուղղորդել, ինչու միայն կան նաև երեխաներ, ովքեր առավել ակտիվ են, գերակտիվ են եւ նրանց հետ էլ կարելի է այլ ձևով աշխատանքներ տանել։ Այս հարցով կուզենայի դուք, եթե կարող եք ձեր թիմը ինչ որ մի չափորոշային ձև մշակել, եւ կօգնի դա դպրոցներին, այն դպրոցներին, թեկուզ ոչ ոք ապահովագրված չի, որ չի ունենա նման աշակերտ։ Իմ խնդրանքը դա կլինի միայն։ Շնորհակալ ենք առաջարկության համար, կդիտարկենք Տիկին Մեսրոպյան համապատասխան կառույցների հետ։ Տիկին Ավագյան, լսենք նաև ձեզ։ Կարծում եմ, որ համագործակցությունը միշտ հնարավորություններ է տալիս աշխատանքը ավելի գրագետ, ավելի այսպես արդյունավետ կազմակերպելու համար, այնուամենայնիվ շատ կարևոր է, ինչպես նաև իմ գործընկեր Ճիճիլյանը նշեց, որ մենք անընդհատ, ես եթե գաղափարը ճիշտ ընկալեցի, ինքներս նաև ինքնակրթությամբ ենք զբաղվում, նորմատիվների մեջ ենք մտնում, փոփոխությունների մեջ ենք մտնում, ընդհանուր առարկայական, ասենք վերապատրաստումների անհրաժեշտություն կա, անձնապես այդպես կարծում եմ, որ որպես ուսուցիչ նաև, որովհետև մենք պետք է նաև պատկերացնենք, թե ուսուցիչը ինչ ծանրաբեռնվածության տակ է եւ ինչ խնդիրներ պետք է լուծի։ Օգնությունը շատ կարևոր է, դրա համար միայն հարկավոր է շնորհակալություն հայտնել, որ հասանելի է, բայց նաև կայքը, կզնակի կայքը, այնտեղ բովանդակային մասով բավականին նյութեր են տեղակայվում,
որ ուսումնասիրելով օրինակ կոնկրետ ես իմ մասին կարող եմ խոսել, նաև Facebook-յան հարթակով մեկ-մեկ հանդիպումներ են լինում, ամեն մի հանդիպումից կարող ես ռացիոնալ ինչ-որ մի բան քեզ համար վերցնել, բայց նորից եմ վերադառնում այդ մտքին, ամեն մեկս ինքներս մեզ պետք է օգնենք, հույսը դնենք մեզ վրա եւ շնորհակալություն հայտնենք նաև, որ մեզ փորձում են օգնել, շնորհակալություն այսքան։ Շնորհակալ ենք շատ Տիկին Ավագյան, պարոն Շեկոյան, լսենք նաև ձեզ։ Կազմակերպչական աշխատանքների համար նախկինում, եթե սահմանում ենք այսպես պայմանական ասած լողացող ժամանակացույց, հիմա կազմակերպող աշխատանքների համար սահմանում են հստակ ժամանակացույցեր եւ նշում նաեւ հստակ կատարողներին։ Շնորհակալ ենք պարոն Շեկոյան, եթե այսքանն էր ձեր դիտարկումը, շնորհակալ ենք հարգելի տնօրեններ այսօրվա հանդիպման մասնակցության համար, այսքանը երևի թե։ Հարգելի տնօրեններ, Կզնակ հիմնադրամի կողմից շնորհակալություն ենք հայտնում ձեզ բոլորիցդ նման հետաքրքիր հարցազրույց անցկացնելու համար, շնորհակալ ենք ձեզ, ստեսություն։ Շնորհակալ։ Շնորհակալ, ստեսություն։ Տեսություն։